Տեսակ ձեզ թակարդը գցեցի։ Ես սա թակարդ չեմ համարում, ժողովուրդ։ Վայ։ Բայց ես նախորդ չի։ Հետո էլ պարոն Քոչյանից նեղանում եք, որ վախում այս կարմիր միկրոֆոններից։ Մերը կարմիր չի։ Դուք այսինքն պարոն Քոչարյանի այդ վարքը Որ վարքը։ դատապարտելի չեք հանդիպում։ Որ վարքը։ Միկրոֆոնների հետ կապված, որ մշտապես ասում է դրա մասն եմ։ Ընդհանրապես լրագրողի հետ պահվածքը վերջին դատապարտում եք թե ոչ։ Ինչ պահը, անկեղծ տեղյակ չեմ ինչ։ Չեմ անկեղծ տեղյակ չեմ, ժողովուրդ ջան, գիտեք Երևանում չեմ քաղաքական պուլսից ընդհանրապես մեծ հաշվով շատ տեղյակ չեմ։ Ոնց է ստացվում, պարոն Ալեքսանյան, որ նախընտրական քարոզարշավի ավարտին դիմադիր տեխնացուների ուզարկում են, հարազատներին ձերբակալում են։ Ասեմ ոնց է ստացվում, ժողովուրդ ջան։ Մի վարքյան։ Այ ընդդիմադիր Ասում են փող կֆռա, ձայնագրություններն է հակակոռուպցիոնի, փող կֆռա, բայց դրա մասին մարդ պետքա չիմանա։ Ասում են մեծինեց մարդիկ են պետք, որ իրանց համար կարևոր չէ, ում փողում տաս, ով տա, նրան է կնդրե։ Այդ տենց է ստացվում, որ մարդիկ մտածում են, թե կարան մարդկանց 5000 դրամով առնեն։ Բոլոր այդ մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության։ Հիմա եթե 3 Սարիկ Մինասյանը տատիկին խոստանում էր ընտրվելու պարագայում ուղարկավորել դա էլ ընտրակաշար։ Անկեղծ ասած, ես իհարկե հասկանում եմ, որ կտրտել եք այդ վիդեոն, լավ տարածել եք, բայց դրա մասին չէր վիդեոն։ Դե հիմա ով որ էր, հա Վանեցյանի չգիտեմ որ բանն էր, թե որն էր, որ լրատվականներ, չեմ հիշում, կարծեմ Վանեցյանի համար, որ Մարտունի համար գնացել էին, այդ լրատվականի ժողովուրդն էին, վատ էին կտրե շատ, այդ չի խոստանում, տատիկ ասում է, Սարիկ ջան, ինձ կթաղես, ասում է Այդ ասում է կատակով, հետո էլ ասում է կատակի անում, հլա իրար հետ ծնունդ էլ պետք է նշենք, եթե չեմ սխալվում, տենց է ավարտվում։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա, դիմեք դատախազություն տեսեք, բայց ակնհայտորեն, երբ որ ասում են փող կֆռա, երբ որ ասում են մեծինեց մարդիկ են պետք, որ կապ չունի իրենց համար, թե ում ընտրեն, փողը ով տա նրան է կընտրեն, այդ ամեն ինչը ակնհայտ փաստ է, ժողովուրդ ջան, ու ես խիստ զարմանում եմ, որ առհասարակ մարդիկ փորձում են այս զայնագրություններից հետո թփրտան։ Ակնհայտ փաստ է, ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում ընտրություններից առաջ ընդդիմադիր տեխնացուների հանդեպ այս ամեն ինչը դուք մենակ ընտրակաշառքի մասին եք ասում, բայց նաև խուզարկել են մյուս տեխնացուները։ Բա ինչի համար են խուզարկել, ընտրակաշառքի հետ կապված թեմայի համար են խուզարկել։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունից ինչքան որ հասկացել եմ, երկու դեպքն էլ կապված է ընտրակաշառքի հետ, որ ասում եք նախընտրական, այդ ընտրակաշառքն էլ են նախընտրականում բաժանել։ Դե շիբին փռելու հետ կապված հաղորդագրություն է ինչ-որ մեկը ներկայացրել, եթե չեմ սխալվում դիտորդական առաքելությունները, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում։ Դրա հիման վրա գործ են հարուցել, թող ուսումնասիրեն, եթե ինչ-որ հակաօրինական բան կա, կլինի համարժեք գնահատական, չլինի հակաօրինական բան, չի լինի համարժեք։ Գուցե վարկանիշն է ցածր Սարիկ Մինասյանի։ Էտով է այդ հեքիաթները պատմում։ Էտով է այդ հեքիաթները ձեզ պատմում։ Բացր է։ Չէ, էտով է այդ հեքիաթները պատմում։ Գուցե պատճառը դա է։ Չէ, մի վարքյան, այդ հեքիաթները ձեզով է պատմում ժողովուրդ։ Բայց մի վարքյան եկեք պարզվենք այս հեքիաթ ասածնով, որ ձեզ հեքիաթ է պատմել, թե իշխան Ինչին եք հետևում։ Ինչ որ քարոզարշավին եք հետևում։ Ու ոնց չեն հետ։ Որ սոցհարցումների։ Ես Գելափը դա այն նույն ընկերությունն է, որ Քոչարյան Ռոբիկի փողերի համար 21 թվականի ընտրություններին տվել էր, թե Քոչարյան Ռոբիկը պետքա մեզնից շատ ձայն հավաքի։ Այդ ընկերությունը առհասարակ, որ չի ամաչում դեռ մարդամեջ է դուրս գալիս, քանի տոկոս շեղում էր տվել, 30 քանի տոկոս սոցիոլոգիայի պատմության մեջ, դա չտեսնված թիվ է։ Դա կարա ժողովուրդ ջան 30% շեղումը դա չի կարող ուղղակի լինի շեղանքը տենց։ Տենց շեղանք չի լինում։ Տենց լինում է մենակ այն դեպքում, երբ որ սոցիոլոգիական ընկերությունը միտումն է, որ կեղծում է տվյալները։ Հիմա դուք այդ ընկերությանը ցիտելով փաստացի ցիտում եք մի ընկերության, որը փաստացի կեղծ սոցհարցում է ներկայացրել 21 թվականին։ Ակնհայտորեն գյումրեցիները շատ լավ տեսել են կատարած աշխատանքը, որը որ մենք արել ենք այս ամբողջ ընթացքում, շատ լավ հասկանում են, որ 2018-ից հետո Գյումրիում նորոգվել է 140 փողոց։ Այն դեպքում, երբ որ մինչև 2018-ը Գյումրիում եղել է նորոգված 40 փողոց։ Ընդամենը այս թիվը տենում են։ Տեսել է, որ օրինակ
Քարվաճառի ճանապարհը այլևս չի շահագործում, որտեղ քարվաճառը Հայաստանի մեջ չի։ Այո, տեսել է եւ շատ լավ գիտի, թե ովքեր են դրա մեղավորները, որովհետեւ այդ մեղավորների ապօրինի գույքը հենց իր աչքի առաջ է, ամենօրյա ռեժիմով։ Այդ հյուրանոցները, այդ այլ հարստությունները իր աչքի առաջ է ամենօրյա ռեժիմով շատ լավ գիտի եւ սա եւս մեկ պատճառ է, որ գյումրեցին պիտի ընտրի քվեաթերթիկ համար 1-ը, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ թալանել են բանակը, բանակի հաշվին կառուցել են դղյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ ու չգիտեմ էլ ինչեր, այդ մարդիկ չի, որ իրականում հայրենիքի պաշտպանության համար մտահոգ են։ Այլ այն մարդիկ են հայրենիքի պաշտպանության համար մտահոգ, ում կառավարման շրջանում առաջին անգամ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն չի զիջում Ադրբեջանի միայն ռազմական բյուջեին։ Պարոն Ալեքսանյան, ներողություն եմ, խնդրում եք ճշգրտող հաց։ 334-ում որ քննարկում էր, միանգամից երկու պատգամավորների հարցը չէր քննարկվում։ Ընկերներ, կներեք, հարգելի լրագրողներ, ներողություն եմ խնդրում, բայց մեր խմբակցության նիստերը անց են կացվում խորհրդապահական ռեժիմով եւ դրանք ենթակա չեն հանրայնացման։ Եթե խմբակցության ղեկավարը գտնի, որ ինչ-որ բան պետք է հանրայնացնել, ինքը դրա մասին անպայման կհայտարարի։